Հուլիսի 26-ն է, գտնվում ենք Արմավիրի մարզի մեծամոր խոշոր ասված համայնքի Զարթունգ և Արտաշար բնակավայրերի ճանապարհին, որտեղ այստեղ հիշում եմ մոտ 3 տարի առաջ էր անբարեկարգ ճանապարհի մասին մի քանի անգամ ֆոտոռեպորտաժ տեսանյութ ենք հրապարակել և բնակիչների խնդրանքն ենք փոխանցել կառավարությանը, որպեսզի այս ճանապարհը վերանորոգվի, ասֆալտապատվի։ Հրապարակումից հետո ճանապարհն ասֆալտապատվեց, բայց այն որ ասում եմ 3 տարի չանցած, հիմա տեսնում եք նստվածքա տվել, այն որ ասում եմ նույնիսկ գյուղացիները նշում են, որ գիշերային ժամերին այստեղ մի քանի անգամ ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել, գովում էին, որ վերջապես 3 տարի առաջ ճանապարհը ամբողջությամբ մոտ քանի կիլոմետր կլներ, մի 10-20, մոտ 15-20 կիլոմետրանոց ճանապարհը ասֆալտապատվել է, բայց հիմա տեսեք, հատուկ են տեղեր, օրինակ սա ամենավտանգավորն է, ամենավտանգավոր ու վթարներով հարուստ հատվածն է, այդպես էին ասում բնակիչները, ասում են այստեղ քանի անգամ ճանապարհատրանսպորտային պատահարներ է տեղի ունեցել, քանի որ գիշերային ժամերին այն որ ասում են խամ մարդիկ փոսը շրջանցելուց երկու դեպք էլ ասում են եղել է, որ ավտոմեքենայը շրջվե, բայց լավ է, զոհեր և վիրավորներ չեն եղել։ Հիմա տեսեք, այս ինչ է։ Սրա հիմնական մեղավորը ինձ թվում է բեռնատարի վարորդներն են, ովքեր ավտոմեքենաները բարձած անցնում են, արևն էլ ասֆալտը գիտեք, տաքացնում է ու խնդրեմ, բեռնատարների ավտոմեքենաների պատճառով նման վիճակ է ստեղծվել։ Կառավարությունը հսկայական գումարաներ դնում, բայց հիմա ինձ թվում է, չգիտեմ, եթե սխալվում եմ, թող ներող լինեն, թող պարտավորեցնեն այդ հանքերի տերերին, գան ու այս ճանապարհը վերանորոգեն, վերացնեն խոտանը։ Ու միայն այստեղ չի, մի քանի տեղեր, ուղղակի այստեղ ավելի շատն է, այստեղ արդեն ասում է վթարներով հարուստ ճանապարհն է։ Տեսնես Արմավիրի մարզպետը տեղյակ է այս ճանապարհից, որ 3 տարի առաջ կառավարությունը հսկայական ֆինանսներ դրեց, ճանապարհը հիմնանորոգեց, ասֆալտապատեց, բայց 3 տարի հետո նայեք տեսեք ինչ վիճակ է։ Մարդիկ ինձ թվում է պիտի դիմենք տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանին, որ պարտավորեցնեն այդ հանքի չինովնիկներին, հանքի աշխատողներին, որ այս գան շատ արագ իրանց էփած բորշը ուտեն ու ճանապարհը նորից նախկին տեսքին բերեն, տեսեք։ Ու այսպես ահագին հատվածներ։ Էսա։ Այստեղ խնդրեմ։
Ես են բեռնատարներ են, հանքեր մանքեր կան։ Գնում են ճանապարհի հերը անեցում են։ Այսա։ Էսի լուսով տենում ես, խամ մարդը մթով չի տենում, ասում է շուռ է գալի։ Երկու հատ դեպք ա եղել շուռ գալու։ Հե, երբ ես սարքելու։ Ինչը սարքեմ։ Էս ճամփ են տենում ես ինչ։ Մեռեմ անտերանոցա։ Էսի սարկածա։ Եվ ասում է եղունգ ունես գլուխդ քորի։ Եղունգ ունեմ ես բայդե։ Դրա համար կտրում ես էլի այ եղունգդ։ Մեռեմ ես։ Չէ։ Էսա։ Նայ։